Ֆրեզնոյի Սուրբ Պողոս հայոց առաքելական եկեղեցու բակից ողջունում ենք մեր բոլոր ազգականներին, ծանոթներին, բարեկամներին, ընկերներին, մեր ամբողջ հայ ազգին։ Ասում ենք շնորհավորում ենք բոլորիդ, ուրախ Զատկիտոն, կներեք մենք AI կարտեշկեք ոչ մեկին չենք ուղարկում, այսպիսի շնորհավորանքներով ողջունում ենք բոլորիդ։ Ուրախ Զատկիտոն, Աստված պահապան ձեր բոլորին, ձեր ընտանիքներին եւ իհարկե մեր հայրենիքին։ Մենք մասնակցեցինք Սուրբ Պողոս հայ առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ Զատկի ինչա կոչում առավոտյան պատարագին, հիմա երեխաները եկել ենք որ university-ն է California State University of Fresno. Ֆրեզնոյի University, Կալիֆոռնիայի մասնաճյուղն է, Ֆրեզնոն Կալիֆոռնիա University, Ֆրեզնոյի մասնաճյուղի բակում անպայման մենք չէինք կարող հեռանալ Ֆրեզնոյից առանց այցելելու այս հուշահամալիրը, հարգելու մեր ցեղասպանության զոհերի հիշատակը։ Երեխաները ծաղիկներ են բերել, որ անպայման պետք է դնենք հուշահամալիրին, խոնարհվենք եւ հետո շարունակենք մեր ճամփորդությունը։ Շնորհակալություն բարեգործներին, որոնք Մուրադ եւ Էլիզաբետ Պետրոսյաններն են հիմնադրել, իրանց հիշատակի համար իրանց երեխաներն են երևի հիմնադրել։ Մեր Ցիցեռնակաբերդի դիզայնի նման է ոնց որ, չէ՞ Արմինե, ոնց որ Ցիցեռնակաբերդի պես են կառուցել։ Հավերժության նշանը Սփյուռք, Կիլիկիա, Էրզրում, Հայաստան, Վան, Բիտլիս, սա ինչա, Տիգրանակերտ, Խարբերդ, Սեբասիա, Էրզրում և Կիլիկիա, այո, Սարդարապատ, Եվ արդեն երրորդ կանգառը մեր Ֆրեզնոյում հայկական գերեզմանոտ տունը այցելեցինք։ Սա հայեր են իհարկե բոլորը, դե զատիկ եկել են եռագույնները խփած, սև հագած։ Իհարկե մենք եկանք անպայման այցելելու մեր ազգային հերոս Սողոմոն Թելերյանի շիրիմը, հուշահամալիրը։ Շատ հայություն կա, բոլորը այցելում են իրանց հարազատների շիրիմներին։ Ultimate Fresh Park-ը թավեր։ Խունկ են վառում հայերը, խունկի օդը եկեղեցուց մեզ հետ գալիս է։ Հեսա Սուրեն, ստեղ էլ կարաս կարդալ, you can read it here։ Այո, երեխաները պետք է իմանան։ Հիշեն, փոխանցեն սերունդից, սերունդը սերունդ։ Այսպես նայեք երեխաներ, որ ցենց դուք էլ ձեր երեխաներին բերեք ստեղ։ Դիր Սոֆի ջան, դիր այդտեղ կամ
Այնտեղ են կողմնել կարած դնես։ Այդտեղ դիր դրանց կողքը։ Հիշատակը թող հավերժտնի парքը նույնպես։ Չորս կողմը հայերի շիրիմներ են, չորս կողմը։ Առանց նայեք, ես էլ հայաստանցիների համար, որ ինչպես կարելի է նաև սիրել, հիշել, հարգել, անպայման չի բերել մի սենց 3 սենյականոց բնակարանի չափ մի հատ բան կառուցել մարդու շիրիմի վրա, մի հատ էլ 2 տոնանոց քար դնել, սենց էլ կարելի է մարդուն ուղարկավորել, այցելել, մաքուր պահել, խոտ ունենալ, ուղարկել հիշատակը ձեր անցավորի։ Հələ մի հատ նայեք, ես գերեզմանը նայեք, սա ուղղակի միջայլոց ուղղակի մեջ բերում եմ անում։ Մեր այսօրվա հայցի նպատակը սա չէր, բայց ես էլ մեր հայրենակիցներն եմ իհարկե, բոլորը եկել են իրենց հարազատներին, այսպես էլ կարելի է հիշել, հարգել, անպայման չի այդ։ Մի հատ հիշեք ձեր թողմաղ գյոլը, թե այդ մարդկանց այդ հանգուցյալներին ինչ վիճակի մեջ եք գցել, նրանց շիրիմները ու համեմատեք։ Բայց ինչպես ասեցի, մեր այսօրվա ստեղի այցի նպատակը Սողոմոն Թեյլերյանի գերեզմանին էր ծաղիկ դնելը, հարգանքի տուրք մատուցելը։ Այս այն դաշնակ տղերքից մեկն է, ասել եմ, որ ես անկուսակցական եմ, էդի գիտեք, սա այն դաշնակ տղերքից մեկն է, որ այսօր անուղեղ ոչխար տկարամիտ հայությունը ընկել է դավաճանների խելքին ու ամբողջորեն չոր դաշնակները, քչայրանը, թալանելա դաշնակները, սենց նստե բաներ են խոսում։ Այս է դաշնակ տղերքից մեկն է, սենց է լինում իսկական դաշնակ տղերքը։ 130 տարի այս տղերքը սենց են, այս ազգին նվիրված, միշտ ազատամարտի առաջի շարքերում։ Ինչ ասեմ, Աստված ձեզ դատավոր, խելքի եկեք, ընկել եք մի խումբ, փոքրիկ մի խմբակի, տակարամիտ, անգրագետ, կիսատղամարդ կիսակին, դավաճանների, պերաշկի ուտողների խելքին։ Փառքրճած Սողոմոն ջան։ Երեխաներ, նայեք ու հիշեք։ Մինչև կյանքներիդ վերջը հիշեք, չմոռանաք։ Այո, ձեր երեխաներին, ձեր թոռներին, նրա սխրանքը միշտ պատմեք, իմացեք։ Գիտեք ինչն է բանը, այսօրվա օրվա խորհուրդը, նախ առաջինը, այս սուրբ Զատկի օրին մենք չէինք կարող եկեղեցուց հետո չգնայինք ուրեմն Ֆրեզնոյում, որ իմացանք ուրեմն ցեղասպանության հուշահամալիր եւ այդտեղ մենք չէինք կարող չգալ։ Բայց երեխաներին պետք է բերենք ցույց տանք։ Շատ են հիմա տկարամիտները խոսում, Կիլիկյան գրավողներ են, ես իմ բանը մուշը բանը հարցը Արարատ լեռան նկարը չի, հասկանում ենք, որ դա հետ բերել հնարավոր չի։ Հարցը Կիլիկյան հետ բերելը գրավելը չի։ Հասկանում եք։ Ցեղասպանության հետ էլ կապված ես նույնիսկ համոզված եմ, որ մեր հայերը արդեն 100 տարուց ավել անցել չեն կարող ստիպել փոխհատուցում ստանալ, թուրքերին դատել, բայց սրանք այն բաներն են, մեր գերբը, Մասիսարը, ցեղասպանությունը, Արցախը, հայ մեր գիտակցությունն է սա մեծ հայ է պահում, այն նպատակը դա է։ Ընկել են հիմա ինչ-որ շենքի բակերում այդ ոչ տղա ոչ աղջ երգով ինչ-որ ձեռ են առնում, մի խոսեք, հայելանման, ինչ-որ դուք ցեղասպանությունից խոսում եք, ադրբեջանցին էլ հայելանման ցեղասպանությունից է խոսում, դուք էսի անում եք, հարցը դա չի, հարցը հենց այն է, որ այդ է մեր գիտակցությունը պահում, եթե մենք այսօր ապրելով Միացյալ Նահանգներում հայ ենք մնում, մեր երեխաներին հայ ենք դասիրակում, հայ ենք մեծացնում, սա այսպիսի բաները դրանց հիմքերից մեկն են, հիմքը դա է, այդ գիտակցությունը, այդ հիշողությունը, Մասիսարի նկարը, որ մեր տանը կախած է,
Մենք հող հասկանում ենք, որ Մասիս սարը մենք չենք կարող հետ բերենք, բայց դա մեր սրտի մեջ է, դա մեր սիմվոլներն են, դրանք են մեզ հայ պահում։ Այնպես որ երեխաներ, միշտ հիշեք մեր բոլոր սիմվոլները, խապկանքներով մի ապրեք, ձեր տեղը չափ իմացեք, ձեր երկրի հզորության չափ իմացեք, պարզապես կրթվեք, հարստացեք, զարգացեք, սարքեք ուժեղ հզոր պետություն Հայաստանը։ Ու սրանք էլ ձեզ կօգնեն այսպեսի սենց պատմական տեղերը, պատմական հուշարձանները, պատմության էջերը հայր մնալու համար, լեզուն իմանալու, կրոն իմանալու, հայկական ընտանիք ստեղծելու, հայկական երեխաներ ծնելու, մեծացնելու համար։ Փառքը չար։ Խոնարհվեն։ Այստեղ պետք է խոնարհվի այսպես, բասի շնորհակալություն։ Քո արած սխրանքի համար։ Գնացինք, կյանքը շարունակվում է։ Լավ է աղբերես, ուսանքամ գանք էլի կայցել ենք ես։